Այսօր սենց, այս բանն է, գիտես, չէ, Ասալայի Հակոբ Հակոբյանն է, իր հուշերն են, ունիկալ բան է, իրոք, որ այդ հուշերը մեծ հաճույքով ես կարդում եմ, շատ հետաքրքիր անձնավորություն է եղել, այսօր ինքը մեր հետ կմասնակցի, եթե չգիտեն մարդիկ, թող իմանան սա ով է, Ասալայի հիմնադիր Հակոբ Հակոբյան, նույն ինքը Մոջահեդ։ Բան եմ, քաղաքական օրագիրն եմ պատրաստում, սլեր, այսօր սաղին սլեր եմ անելու։ Բարը, գրուպ ջան, ես ուզում եմ գազ տամ, ասեն հոգիս հելելա, սաղին ասում եմ գոշում գալիս եք մարտական եղբայրություն, գրվեք հերիկա դիվաններին նստեք, եկեք, վсё, մենյուն է տալիս ենք ախպեր, ինչ կարանք անեք, մի խոսքով տենց, հեսա վերջացնում գամ։ Բարը ձեզ, ողջունում եմ ձեզ նոր 2026 թվականից, խաղաղության դարաշրջանի կամ, եթե ինչ-որ մեկը կուզի իրական խաղաղության, արժանապատիվ խաղաղության, իրապաշտական խաղաղության, էլ ինչ խաղաղություններ որ կան, դրանց բոլորի լուսաբացը ծագում է հայոց երկնակամարում, ծլում է եւ ծաղկում է, իհարկե մեր շուրջ աշխարհը շարունակում է գժվել, հրդեհվել, անկայունանալ, բայց շնորհիվ մեր գերիմաստուն ղեկավարության առաջնորդման մենք կարողանում ենք եւ կարողացել ենք ոչ թե կարողանում ենք, արդեն կարողացել ենք մեր այդ փոքրիկ նավակը այս ալեկոծ ծովում փախցնել դեպի ջայլամի գլուխ, ծոցը կամ նավահանգիստը եւ ինչպես ասում է մեր պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը, մենք գնում ենք դեպի անշրջելի խաղաղություն, անշրջելի, այսինքն հավիտենական։ Եվ այս առիթով ինչ կարող եք անել դուք։ Ես առաջարկում եմ 3 քայլ այս պահին։ Առաջինը լայքելը դժվար չի, ինչպես ասում է հին հայկական ասացվածքը, լայքելը Աստծունն է, կամ ինչպես մի ճապոնական հոգու ասում է, մտա YouTube, լայքեցի, թիթեռնիկի թևից էլ թեթև էր։ Նաև գրվել մեր YouTube-ին, մեր Telegram-ին եւ մեր Patreon-ին։ Patreon-ը պարտադիր է, որտեղ գործանողը կարիք ունի որոշակի ռեսուրսի։ Ես կարծում եմ մենք իրավունքը վաստակել ենք, մենք փորձում ենք եւ փորձելու ենք անկախ ամեն ինչից որոշակի ռեգուլարությամբ պրոդուկտ տալ, փորձելու ենք եւ փորձում ենք, որ այդ պրոդուկտը որակյալ լինի, տարբերվող լինի եւ մենք մշակում ենք ծրագրեր, իրականացնում ենք նախագծեր, ել ավելի շատ կանենք, ել ավելի շատ պրոդուկտ կտանք, ել ավելի որակյալ կլինի, եթե գրվեք մեր Patreon-ին։ Ձեզանից ընդհանրապես այդքան բարձ բան։ Երկրորդը գալիս եք մարտական եղբայրություն, լծվում եք գործի։ Ինչ գործեր կան, մենյուն մենք ձեզ տալիս ենք, բառից բուն իմաստով, առանց փոխաբերության, թղթի վրա տպած ցանկը, ցուցակը, ինչ գործեր կան անելու։ Ընտրում եք ինչպես եւ ցանկացած մենյու, ըստ ձեր ճաշակի, ըստ ձեր կարողությունների եւ լծում եք գործի։ Որպես բոնուս ստանում եք հաճելի միջավայր, երիտասարդ միջավայր, ոչ ձանձրալի միջավայր։ Եթե դուք հոգնել եք եւ ուզում եք կտրվեք, այս անverջ բողոքող, նվնվացող, այս նյանյանյունյու, այս մենք չենք կարող, մենք թույլ ենք եւ ընդհանրապես այս ձանձրույթից, որը վստահաբար եթե դուք ինքներդ ոչ ձանձրալի մարդ եք, զգում եք, որ շրջապատում է ձեզ այս միջակությունից, եկեք միացեք մեր նավի անձնակազմին, մենք մեր նավը առանձնացրել ենք այդ մթնոլորտից, այստեղ ընդունված չի բողոքել, նվնվալ, ընդունված չի խոսալ թուլությունից սեփական, անկարողությունից, առավել եւս արգելված է հպարտանալ, անկարողությամբ եւ թուլությամբ շեշտել դա, այստեղ լրիվ այլ մթնոլորտ է։ Եկեք եւ ել եմ ասում, որպես բոնուս կստանաք ընկերություն, նաեւ երիտասարդ միջավայր եւ տարբեր մասնագիտությունների տեր ու տարբեր խառնվածքների տեր մարդկանց միջավայր, այստեղ ամենատարեցը երևի ես եմ։ Ես 49 տարեկան եմ, այսինքն այդքան մեծ չեմ, բայց այստեղ ես համարվում եմ համարյա պապի։ Այնպես որ եկեք եւ վայելեք այս մթնոլորտը գործ անելու դիմաց։ Երրորդը գալիս եք եւ գրվում եք ազգային հեղափոխություն կուսակցություն, կտրվում եք դիվաններից, կտրվում եք ձեր շատ կարևոր չեմ ժխտում գործերից, գալիս եք գրվում եք, որովհետեւ քաղաքական կազմակերպություն ստեղծելը միակ ձևն է, միակ տարբերակն է երկրում ինչ որ բան փոխելու։ Ընդ որում մենք
ստեղծում ենք, ասել եմ, քաղաքական կազմակերպություն ոչ թե մեկ ընտրական ցիկլի համար, ոչ թե մեկ տարվա համար, մենք ստեղծում ենք տարիների եւ տասնամյակների համար, եթե դու գալիս եք, միանում եք, նաեւ գնահատվելու եք այստեղ, որտեղ այստեղ ամեն մեկի արած գործը գնահատվում է, ամեն մեկի կարողությունը գնահատվում է, դուք ստանում եք մասնակցություն մեծ գործի, որը հաստատ ձեզ բավարարություն է բերելու, դուք դառնում եք երկիրը ապագայում առաջնորդող ուժի մաս, ես չեմ ասում վաղվանից առաջնորդող, բայց մոտակա տասնամյակում առաջնորդող եւ մտնում եք պատմության մեջ եւ ձեզանից դուրս է գալիս, բրցնում եք այդ խարանից, որը հաստատապես այսօր բոլոր մեր ապրողներից վրա ապագան դնելու է, որ սրանք այն մարդիկ էին, այն սերունդներ կամ այն սերունդներն էին, որոնք այս իրավիճակում, այս մարտահրավերների առաջ ոչինչ չկարողացան հակադրել, ոչինչ չկարողացան անել, ոչինչ չկարողացան հորինել, բացի անվերջ ձանձրալի նվնվոցից, բողոքից ու մենք չենք կարողից։ Այսրանից կազատվեք։ Ինչ թվում է քիչ բան չի։ Ընդամենը մի հատ կուսակցության կամ ընդամենը մի հատ կազմակերպության մեջ գրվելու դիմաց։ Իդեպ գրանցման ձևն էլ հեշտացված է, հենց այս հաղորդման մեկնաբանության մեջ տեղադրված է Google ֆորման, որտեղ կարող եք մտնել, լրացնել ձեր տվյալները, որից հետո մենք ձեր հետ կապ կհաստատենք։ Հիմա դառնանք մեր խաղաղության դարաշրջանի լուսաբացի։ Ուրեմն հայոց մեծած թրիպը, ինչպես գիտեք, կամ ինչպես անգլերենից թարգմանած ճամփորդությունը, թրիպը ճամփորդություն է կամ իդեպ թմրանյութեր օգտագործող, այսպես ասենք, մարդկանց լեզվում դա նաև թմրանյութի ազդեցության տակ ճամփորդությունն է, ուրեմն հայոց մեծած թրիպը, այսպես ասած, շոշափելի նյութական սահմաններ է ստանում, նյութական են։ Ինչպես գիտեք, այս վերջերս եղավ համատեղ հայտարարություն, իհարկե մենք բոլորս շարունակելու ենք, ու մեծ մասս շարունակելու ենք ձև տալ, որ դա այդ Զանգեզուրի միջանցքը չի, որը տարիներով, տասնամյակներով Հայաստանից պահանջվել է եւ Հայաստանը ի վերջո դրան համաձայնվել է թրիպ շատ գեղեցիկ անվան տակ, ֆիրմա անվան տակ, մեծ մասը փորձագետների, քաղաքական գործիչների դա փորձել են ձեզանից թաքցնել, բայց քանի դեռ, ինչպես եւ այս վերջին հայտարարության մեջ այդտեղ գրած է անխոչնդոտ ճանապարհ, դա այլ բան չի, քան միջանցք։ Չկա ուրիշ համարժեք, ուրիշ հոմանիշ։ Դա այն նույն Զանգեզուրի միջանցքն է, որը ինչպես ասել ենք եւ ուրեմն 1919-20 թվականին են պահանջել թուրքերը եւ սովետական միության ժամանակ են նույնիսկ այդ պահանջը դրել եւ այս մերը արդեն ապրած օրերին են դրել եւ դա հենց այդ, այսինքն այն ինչը որ մենք տեսնում ենք, իրականանում է եւ մեծ մասը հայկական քաղաքական հանրային դաշտի ըստ էության համաձայն է ակտիվ դեմ չի խոսում, միայն իհարկե բարձ է որ այսպես ասած արևմտամետները չեն կարող խոսել, որտեղ ամերիկյանն է, ամերիկյան հովանոթակ է այս անգամ այդ միջանցքերը իշխող ուժը բնականաբար ինքը ամեն ինչ անելով անում է որ ներկայացնի, որ սա մեր ինքնիշխանության եւ այլն, նույնիսկ Մարկո Ռուբիոն պատեհ գտավ հատուկ շեշտելու, որ սա առանց Հայաստանի ինքնիշխանության ոտնահարման նախագիծ է, իհարկե եթե շեշտում է ինչ որ կոնտեքստ կա, ուզում է ասի մերը առանց ինքնիշխանության ոտնահարման է, այ ռուսներին է ինքնիշխանության ոտնահարման էր, ու ձեր բայց մենք շարունակում ենք լինելով անհավատ մարդիկ, վատ մարդիկ չհավատալ նույնիսկ Մարկո Ռուբիոին, որտեղ էլ եմ ասում, քանի դեռ ընդ գրված է անխոչնդոտ ճանապարհ, դա հենց միջանցք է եւ դա հենց ինքնիշխանության ոտնահարում է, որքան էլ գեղեցիկ սիրուն խոսքերով դա փորձեն զարդարեն եւ ամենայն դեպս հատկանշական է, որ ճիշտ համարեց շեշտել։ Այսինքն ինչ որ խնդիր ամեն դեպքում միգուցե կար ինքնիշխանության հետ, որ հենց հատուկ ուզեցավ շեշտել։ Հիմա ասացի քաղաքական դաշտի մեծ մասը, հանրային դաշտը, փորձագետները իհարկե դեմ չեն այս ամենին, իհարկե մի քիչ մրթմրթում են, այսպես ասած ռուսամետները, բայց նույնիսկ իրենք չեն այսպես իմ տպավորությամբ գոնե գուցե սխալվում եմ դուք ուղղակի ասենց ուղիղ հակադարձել այս տրամաբանության, հա, այս օգոստոսի 8-ի տրամաբանությանը դե ամեն դեպքում մեծ տերություն է եւ այլն Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, նույնիսկ ռուսամետներն են մի քիչ տենց բանում, բայց տեսեք ինչ են ասում, ուրեմն սա իրական ունիկալ հայտարարություն է, ուրեմն Հայաստանի Հանրապետական կուսակցության
անդամներից մեկը, կարևոր անդամներից մեկը Գագիկ Մինասյանը ինչ է ասում։ Պետք է Հայաստանը միանգամից մի քանի գերտերության կոմունիկացիա, ուրեմն պետք է, չգիտեմ, սպասարկիթը բառացի հիմա չեմ կարող նշեմ, միանգամից մի քանի գերտերության կոմունիկացիա, ուրեմն իր տարածքով թույլատրի, սա իրական, ասում է, այլընտրանքն է այդ խաղաղության խաչմերուկին, որը Նիկոլը առաջարկում, որ մի հատ խորացեք Ժորժ ջան, մի հատ մտածեք ինչ է ասում։ Մենք ստեղ իդե մարտական եղբայրություն դեռ անցյալ տարվանից կատակ ունենք, դες մեր ընկերներից մեկը մի անգամ եկավ, տենց այդ միջանցքից էինք խոսում, ասաց, հա ինչ կա, մի հատ միջանցք ռուսներին կտանք, մի հատ ամերիկացին դեռ չկար այս ամեն ինչը, եւ մենք ծիծաղում ենք, ասում ենք, ինչ է խոսում։ Հիմա տեսեք, մարդիկ սա լուրջ դեմքի արտահայտությամբ ասում են, սա մեր ամբողջ քաղաքական էլիտայի մտածողությունն է, ինչ պետք է լինի մեր երկիրը պետք է լինի գերտերությունների կոմունիկացիաների սպասարկող, սա է իրենց բոլորի փիլիսոփայությունը, սկսած 91 թվականից մինչև այսօր դուրս չեն գալիս իրանք այդ փիլիսոփայությունից, հասկանում, եւ սա ասում է այլընտրանքն է, այսինքն ինքը չի ասում, այ ձեր ցավը տանեմ, ասում է, միջանցք չենք տալու, հիմա միջանցքը տվել եք փաստով, սա է, չի ասում, ասում է, չէ, ավել պետք է բացենք, ամերիկանը քիչ է, նո մի հատ ռուսական պետք է բացենք մի քանի գերտերությունների, երևի մի հատ չինական բացենք, այդ առաջարկն է լուրջ հնչում էր Չինաստանին էլ տանք, այսինքն ինչ են այս մարդիկ խոսում, հասկանում եք, եւ դրանից հետո խոսել ինքնիշխանության, սուբյեկտության, անկախության մասին Հայաստանը զուտ սպասարկու գերտերությունների կոմունիկացիաների, սա է այդ մարդկանց փիլիսոփայություն, դրա համար մենք որ ասում ենք իրանք իրարից չեն տարբերվում, նույն բանն են ասում, սա է այլընտրանքը, մենք կատակ չենք անում, չենք չափազանցնում, բոլորը այս նույն փիլիսոփայության մեջ են, եւ դրա համար էլ այս իրավիճակն եւ դրա համար էլ չեն կարողանում այսօրվա այդ իշխող ուժի հարցը լուծել, որտեղ իրենք նույն փիլիսոփայության մեջ են։ Հայաստանը սպասարկու տարածք, կոմունիկացիաների սպասարկու տարածք։ Հայկական էլիտաների նաև մյուս իհարկե դարավոր երազանքն է այստեղ իրականում, դարավոր ծրագիրը իրոք դարավոր հայկական էլիտաների գոնե մի զգալի մասին միշտ եղել է Խաչակիր զորքը այստեղ բերել է Հայաստան որպես Հայաստանի փրկություն։ Սա դեռ գալիս է Կիլիկիայի անկումից սկսած, որ կգա Խաչակիր զորքը Հայաստանը կազատագրի։ Այսինքն օտար ուժերով սեփական անվտանգությունը եւ անկախությունը ապահովելու այդ ծրագիրը, հետո այդ Խաչակիր զորքի կողմնակիցները արդեն մոտավորապես 19-րդ դարից բաժանվում են երկու մասի, նրանք, որոնք ռուսական Խաչակիր զորքն են ուզում եւ նրանք, որոնք արևմտյան Խաչակիր զորքն են ուզում, հիմա այս վերջերս արևմտյան Խաչակիր զորքը ավելի պոպուլյար է դարձել, որտեղ տեսան ռուսական Խաչակիր զորքը ոնց որ իրանց չի պաշտպանում, բայց չեն հասկանում, որ այստեղ հարցը ռուսական է կամ ամերիկյան է չի, հարցը էությունն է հենց այդ ծրագրի, որ ինքը երբեք էլ չի աշխատել եւ միշտ բերել է մեզ, արդեն մի քանի անգամ պատմականորեն մեզ բերել է ձախողումների, հիասթափությունների, արդեն 200 տարի ինչ զորք ուզում է այստեղ գա ռուսական, անգլիական, ֆրանսիական, միշտ նույն պատմությունն է կրկնում, բայց ծրագիրը չի փոխվում, գիտակցությունը չի փոխվում եւ հիմա բոլորը ուրախացել ամերիկացիք եկել են, այս ամենաուժեղ Խաչակիր զորքը եկել է եւ հիմա կապահովի մեր անվտանգությունը եւ թքած փորձի վրա պատմական, թքած որ այդ ծրագիրը միշտ բերել է միայն ձախողումների, ոչ մեկին դա չի հետաքրքրում, բոլորը ծափիկ են տալիս եւ մանավանդ ամենահետաքրքիրը, որ դա հենց այսօրվա միջազգային իրավիճակում է, այսինքն իսկապես ջայլամի պես գլուխը պետք է մտցնես այդ ավազի մեջ, որպեսզի չտեսնես, այսօր նույնիսկ ՆԱՏՕ-ի այդ բանը Ամերիկա-Եվրոպա համագործակցությունը, դա նույնիսկ կասկածի տակ է, հասկանում եք, եւ այսօր Ամերիկան նույնիսկ Եվրոպայի տենց 100% երաշխիքներ չի տալիս անվտանգության եւ եվրոպացիք ասում են մենք պետքա փորձենք այս նոր պայմաններում ապրել, երբ որ ամերիկյան երաշխիքները անվտանգությանը չեն գործում, բայց մենք այդ ամեն ինչի համար պետքա տեսնենք, ինչի համար պետքա նկատենք, ինչի համար պետքա վերելուծենք, չէ, պետք չի դա, մենք պետք ասենք այո, դե որ ամերիկյան երաշխիքը ուրեմն վերջ, չենք մտածում, այսինքն չգիտեմ ինչ ասեմ, այդքան ավելի ուժեղ է այդ դարերի sense այդ կույր հավատքը, որ Խաչակիր զորքն է լուծումը,
որ անկախ ամեն ինչից, անկախ ցանկացած փորձից, ցանկացած տրամաբանությունից, ցանկացած վերլուծությունից ինքը գործում է եւ շարունակելու է դեռ գործել։ Եվ եթե էլի վերադառնամ ուրեմն աշխարհին մեր շուրջը, մեր մոտ իհարկե ասացի խաղաղության դարաշրջանի արևածագն է, բայց այս ամեն ինչը ուրեմն մի քանի sense պատահական լուրեր ուղակի թվարկեմ, ինչի ֆոնին։ Գերմանիայում պարլամենտում իշխող կուսակցության ուժի ներկայացուցիչները խոսում են միջուկային զենքի մասին, որ ունենան միջուկային զենք կամ գերմանացի կամ Եվրոպայի հետ համատեղ ուժեղացնեն միջուկային ուրեմն այդ բաղադրիչը պաշտպանության, որտեղ ամերիկյան երաշխիքներ չեն գործում, սա նախորդ թեմայի հետ կապված։ Մենք իհարկե վստահ ենք, որ մեր անվտանգության երաշխիքը մեր սահմանների լեգիտիմությունն է, մենք չենք կասկածում դրանում, բայց այս աշխարհում արի ու տես, որ մարդիկ, այսինքն մարդիկ որն է, աշխարհի ամենաուժեղ պետության ղեկավարը խոսում է Գրենլանդիան ուրեմն վերցնելու մասին, ռուսները Ուկրաինան են շարունակում, ուրեմն այդ լեգիտիմության մեջ մխրճվել, այսպես ասած, էլ չեմ ասում Թուրքիան օրը մեջ սիրա մտնում դուրս է գալիս, չեմ ասում ինչա կատարվում Իրանում, բայց մեր անվտանգությունը, մեր լեգիտիմությունն է, մեր շուրջը հենց հիմա Մերձավոր Արևելքը ամբողջմնում է անկայուն, ուկրաինացիք շարունակում են չնայած ամեն ինչի դիմադրել հակառակ հայոց էլի այդ հայոց բառը հեգնական կոնտեքստում եմ օգտագործում կներեք ճակերտավոր հայոց իմաստնության, հասկանում եք, իրենք թվում է թե պարտվում են, բայց կարծեցեք լուրերը, հենց հիմա Կուպյանսկում հակագրոհ են անում, Վոլչանսկի տակ հակագրոհներ են անում, որտեղ հակագրոհի հնարավորություն չունեն համառ դիմադրություն, սա այս ռուսական աղբյուրների եմ ասում, ուկրաինական չէ, ես նայում եմ հենց ռուսական աղբյուրները, համեմատում եմ իհարկե նաև ուկրաինականների հետ, ամեն օր ստանում ենք մենք այդ բանը մեր վերլուծական խմբից, ամեն օր համառ դիմադրություն, հակագրոհներ, հակահարձակում նույնիսկ, այսինքն այդ դիմադրողականությունը այդ երկրի, այդ ռազմական ուժերի չի կոտրվում, զարմանալի է, շատ զարմանալի, ինչի համար, չէ որ կարելի էր պարզապես հասկանալ և մտնել խաղաղության դարաշրջան։ Եվ էլ չեմ ասում մնացած, այս ամեն ինչը, այս ֆոնին, իհարկե, այդ աշխարհի հետ մենք կապ չունենք, մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է, և մենք տարբերվում ենք, բոլորը էական չեն։ Էականը, որ մենք գնում ենք դեպի խաղաղության դարաշրջան, այնպես որ խաղաղություն, ամենեցուն և քաջություն հասցե ձեզ, Իքաչեն Վահագն է ամենայն հայոց աշխարհիս։